Պարոն Պապոյան երեք մեկի դարձավ, որ Հայաստանից արտահանվող ծաղիկների վրա Ռուսաստանի Դաշնությունը հանդեպության սահմանափակում է մտցնում ժամանակավոր, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, պատճառը նշել են, որ 1 տարի առաջ Հայաստանի ծաղկային արտադրության մատակարարման հետ կապված խնդիրներ են։ Պաշտոնական գրություն չենք ստացել, այդ մասով չեմ կարող մեկնաբանել, գիտեմ, որ Ռոսեխոզնadzorից մասնագետներ կան Հայաստանում կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություն են անցկացնում եւ այդ ուսումնասիրության արդյունքում կորոշվի, այսինքն նրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ է եւ եթե դրական եզրակացություն ունի կբացվի իրենց համար արտահանման հնարավորությունը ես կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն, մենք այդպիսի տեղեկատվություններ պարբերաբար ստանում ենք, բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել, օրինակ տեսեք նույն Վալդբերսի կամ Օզոնի դեպքը ես ասեմ, ինքը մեծ հաշվով արդեն լուծված է, այսինքն մենք ունենք հարյուրավոր ընկերություններ, որոնք արդեն իսկ բացվել է այդ հնարավորությունը իրենց համար եւ հարյուրավոր ընկերություններ կա, որոնք մեր աջակցությամբ այդ փաստաթղթերն են հիմա ստանում եւ կբացվի, այսինքն մեխանիզմը դրված, ասում են փաստաթուղթը բեր ու ավտոմատ ինքը բացվում է։ Ուզում եմ ասել, որ չեմ բացառում նաև այդպիսի ինչ-որ դրվագներ, որտեղ ներքաղաքական Հայաստանում ներքաղաքական որոնք ուժեր ուրեմն կփորձեն այնպես անել, որպեսզի հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենա դրսում, բայց դա կառավարելի է, լուծում ենք եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ դիվերսիֆիկացիայի մասով բավականին լուրջ հաջողություններ ունենք, օրինակ այս 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումը դեպի Չինաստան կրկնապատկվել է եւ կրկնապատկվել է նաեւ Հայաստանից Եվրոպական միության արտահանումը 25 թվականի համեմատ, այսինքն Չինական շուկա եւ Եվրոպական միության շուկա մենք 2 անգամ ավելի շատ ապրանք ենք արտահանել, քան անցած տարի, սա մեր քաղաքականությունների ուրեմն շարունակականության արդյունքն է եւ կարծում եմ, որ այս տենդենսը պետք է շարունակենք, այս աշխատանքը պետք է շարունակենք, որպեսզի առաջիկա 2-3 տարիների հետո Հայաստանը որևէ շուկայից որևէ կախվածություն չունենա եւ որևէ շուկայում խնդիրը ըստ էության մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունենա, բայց այս պայմանությամբ ես կարող եմ ասել, որ մեծ հաշվով իրավիճակը կառավարելի է, աշխատանքը ակտիվ գնում է ռուսական գործընկերների հետ եւ ես կարծում եմ, որ մեծ հաշվով մենք խնդիրներ չենք ունենալու։